Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արման Ղազարյան։ Պարոն Խաչատրյան, ինչքան հեշտ է գնալ հետև եւ ասել 90-ական թվերի։ Դուք փաստա ծնելիության առումով գյուղական բնակավայրերում կրկնակի նվազում ունեք։ Մահացող համայնքներ են, չեն կարողանում մեկ դասարան կամ մեկ խումբ ձևավորել, որպեսզի մանկապարտեզ գնան։ Հիմա դուք ինչքան էլ ասեք, որ 90-ական թվերի մարդը 35-40 տարեկան մարդ, ինչ երեխայի մասին է խոսքը։ Ձեր մեղքը ճիշտ ընդունեք եւ ճիշտ ասեք, բայց հարցս վերաբերում է այլ բանի։ Հիմա ապրիլ ամսվանից 26 թվականի դե դուք եք խոսում, թողեք ես ավարտեմ, էլ անդադ խանգարում եք, այ։ Դե չգիտեմ, հիմա ասում եմ 440 մարդու 436 ծնունդ կրճատվել է, թիվ վերցրա նայվ, եթե չես հավատում։ Համեցեք հարցը ձևակերպեք, խնդրեմ։ Ապրիլ ամսից բոլոր անկանխիկ են գնալու։ Հիմա դուք ինչպես եք այդ խնդիրը լուծելու, առաջի խումբ հաշմանդամները եւ ֆունկցիոնալության խնդիր ունեցող մարդիկ, որոնք ունեն լուրջ խնդիր չեն կարողանում, տարին մեկ անգամ ընդամենը կարող են մոտենալ բանկում կամ միտեղ, որ ստորագրեն իրաց ներկայությունը ֆիքսած գործող օրենքով։ Հիմա iPost-ի ներկայացուցիչը տանում էր այդ մարդկանց գումարները, տներում բաժանում էր եւ իրանք փորձում էին ինքնուրույն տնօրինել իրաց չնչին կենսաթոշակային գումարները, որ պարտադրված ավարտում են, տանում եք բոլորը անկանխիկի։ Այդ մարդկանց խումբ, խոցելի խմբերի մասով ինչ լուծումներ եք առաջարկում դուք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ես չասացի 80-ականներ, ասացի 90-ականներ եւ այդ 90-ականների ծնված երեխաները այսօր կլինեին մոտավորապես 30 տարեկան, ես 44 տարեկան եմ, բայց մեծ ցանկությունն եմ եւս երեխա ունենալու։ Ինչ վերաբերում է անկանխիկի անցման նոր ընթացակարգերին, մենք այսօր քննարկում ենք ձեր նշած խմբերին, հաշմանդամություն ունեցող հատկապես առաջին եւ երկրորդ, ինչպես նաեւ մեծ տարիք ունեցող անձանց հետ կապված տեղաշարժման խնդիրներ ունենալու հետ կապված բանկ ներկայանալու հարցերը եւ մենք դրանք բնականաբար հասցեագրելու ենք, այսինքն միգուցե մեր սոցիալական աշխատակիցների տնայցերի միջոցով այդ հարցերը կկազմակերպենք կամ քարտը տրամադրել բանկերի միջոցով կիրականացնենք։ Ես նշեմ նաեւ, որ առաջին եւ երկրորդ հաշմանդամության խումբ ունեցող անձանց մեծամասնությունը այսօր ինքնակամ արդեն ստանում է իրենց կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով, սա շատ ուրախալի փաստ է այն իմաստով, որ մեր ծրագիրը աշխատում է նաև հետվճարի խրախուսման դրամաբանությամբ։ Արձագանք։ Պարոն Խաչատրյան, դուք լուծումը դեռ չունեք, ասում եք, որ մենք տեսնենք, բայց այդ օրենքը որ բերել եք եւ պարտադրում եք, որ բոլորը պետք է անցնեն անկանխիկի։ Կոնկրետ ես չլսեցի լուծման տարբերակը։ Առաջի խումբ հաշմանդամ մարդը, ինչպես է անկանխիկ տնօրինելու այդ գումարը։ Բերեք ձեր մտածած տեսլականը, որը որ մտածում եք։ Եվ արդյոք դա օրենքի խախտում չի, որ դուք այս օրենքով պարտադրում եք մարդուն իր ունեցած ֆինանսական միջոցները ձեր ուզած ձևով ծախսի, անկանխիկ այդ թվում։ Այսինքն ստեղ դուք իրավունքների խախտում չեք տեսնում։ Իմ կենսաթոշակային գումարն է, որը ես տարիների վեր աշխատել եմ եւ կուտակել եմ, հիմա էլ փորձում եմ հետ ստանալ ինչ-որ իմ կեցությունը, բարությունը ապահովել համար, հիմա դուք օրենքով պարտադրում եք, որ չէ, պետք է պարտադիր անկանխիկ գնաս, լճեք էլ լուծել մարդու շարժողականության, մնացած լոգիստիկ խնդիրները եւ այլն։ Ստեղ իրավական առումով խախտում դուք չեք տեսնում օրենքի։ Պարոն Ղազարյան, իրավական առումով չենք տեսնում խնդիր, որովհետեւ խոսքը ոչ թե ծախսման պարտադրանքի մեջ է, այլ ընդամենը վճարման եղանակի մեջ է հարցը դրան է վերաբերում, որովհետև այնուամենայնիվ շահառուն ազատ է իր ծախսման եղանակը ընտրելու, այսինքն այդ նույն քարտով կարող է, եթե մեծ ցանկություն ունի կանխիկ վճարում կատարել, կարող է նաև կանխիկացնել, այդ սահմանափակումը չկա, ուղղակի անկանխիկի մասով մենք էական խրախուսումներ ենք դրել նաև իր տարբեր էֆեկտները հաշվի առնելու համար, մենք կապված խոցելի խմբերի հետ շփումների մասով ունենք գրեթե ավարտուն, ես քիչ առաջ մոտավոր ներկայացրեցի ինչ տրամաբանությամբ կարող է այն տեղի ունենալ եւ վստահ եղեք, որ մենք հունվար ամսին արդեն, չնայած որ ապրիլից է գործարկվելու, հունվար ամսին մենք լուծումները վերջնական կունենանք եւ նաեւ կհայտարարենք, կծանուցենք եւ մեր շահառուները չեն տուժի որևէ կերպ այդ նոր մեխանիզմներից։ Շնորհակալություն։